Չեմ կարող հավատամ, որ տենց բան հայտարարել։ Ինչ ասել, ասել է դպրոց են կառուցում, որտեղ անուղով է, հա։ Չի կարող տենց բան։ Այդ բառացին ինչ որ։ Ես կներեք նույնիսկ դեր պարագրամ Տիկին Բաղդասարյանի միջև անձամ չկարդամ չեմ մեկնաբանել։ Ոնց կարա տենց հայտարարություն։ Չէ, ասում է, որ դատարկվում են սահմանամերձ համայնքները, գյուղերը։ Միջև եթե հարկ համարեմ, կարդամ, այն անգամ հիշում եք, այդ սունկի հետ կապված պատմություն է, ինչ պատմություն էր, հələ լավ։ Իմիջայլոց։ Այո, հայցը։ Հա։ Չէ, տենց բան չասեցի, ասացի, որ առանց հարկատրանք ինքը արել։ Բայց լսեք ժողովուրդ, բայց ոնց կա, այո, ներկայացրել եմ։ Ոնց կարա, տենց հայտարարություն ոնց կարելի է անել, ասենք դա լուրջ մարդու հայտարարություն է։ Հա։ Դեսացի բառի իրավական իմաստով եւ հազար ներողություն, այո, բայց հետո պարզվեց, որ այդ ասուլիսի ընթացքում լրագրողն էլ փաստորեն իմ հայտարարությունը իր ասուլիս փաստորեն շարունակվելիս է եղել։ Լրագրողը ասել է, որ ես հայտարարել եմ, որ դատի եմ տալու, եւ ինքը միանգամից ասել է, վայ, սկզբից ասում է, ձեզ մի գաղտնիք ասեմ։ Ուրեմն հետո ասում է, ես ոչ չեմ ասում 100%, ու այդ մարդը եկել է Հայաստանում ուզում է քաղաքականություն անել։ Ասենք կես ժամից ինքն էլ ասում է, ես ուժեղ եմ։ Մի հատ կես բերան ասում ես դատ եմ տալու, սունկ եմ կերցնելու, ոտները թուլանում է, ձեռները բարձրացնում ասում է, վայ, ես չէ, տենց չեմ ասել, ուրիշ ձև եմ ասել։ Դրա համար ասում եմ, խոսալուց առաջ մտածեք։ Կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք։ Պարոն վարչապետ, նոր էլի լսեցի, ասել է, որովհետև ուղեղ չունեն։ Դե չեմ կարող, ես հավատամ տենց բան։ Այսինքն իր անձամբ ուղիղ խոսքը։ Այո, ուղիղ խոսքը հենց նոր լսեցի։ Մի սադրեք, ինձ չեմ մեկնաբանի, միջև։ Դե եթե տենց բան ասել է, ինչ մեկնաբանեմ, եթե տենց բան ու մարդկանց հասանելի է։ Այո։ Դե ես կարծում եմ իրանք շատ մեծ տեմպերով գնում են իրոք ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարելու ճանապարհով։ Գնում են շատ հետևական նպատակամղված գնում են։ Եվ ես խնդիր էլի ասում եմ, մարդկանց հետ խոսալիս էլ եմ ասում, որ պետքա ես խնդրում եմ եւ կոչ եմ անում, որ մենք դա ձևակերպենք որպես համաժողովրդական խնդիր, որ ԲՀԿ բանը, ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը փորձան մտնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարեն։ Ես խնդրում եմ քաղաքացիներին ուշադիր լինել այս խնդիրը լուծելու համար։ Եվ ես դա էլ եմ շատ իրատեսական։ Բայց ես հələ դա հետ կապված մեկնաբանություն չեմ անում, որովհետև գուցե ինչ-որ մի բան սխալ եք դուք։ Ես եթե հարկ լինի անձամբ կլսեմ եւ եթե համարեմ, որ մեկնաբանելու բան կա, անձամբ կմեկնաբանեմ, որ ես ձևաչափեմ։